Մեծարգոտիկին Սարգսյան հարգելի հյուրեր, բարի երեկո։ Այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը։ Եվ մեր քաղաքում եւ երկրում կազմակերպվող մշակութային միջոցառումների մեծ մասը նվիրվում են հենց այդ կարևորագույն իրադարձությանը։ Այսօրվա երեկոն էլ բացառություն չէ։ Այսօր հավաքվել ենք այս դահլիճում երգահան Անահիտ Շահզադեյանի ստեղծագործական երեկոյին։ Կարծում եմ, որ ձեզանից շատերը ճանաչում են Անահիտին որպես մանկական երգերի հեղինակի եւ իրոք նրա երգացանկում գերակշռում են հենց երեխաների համար գրված ստեղծագործությունները։ Իսկ 2002 եւ 2003 թվականներին նրա մանկական երգերը արժանացան Գրանպրի մրցանակների Սայաթ Նովա համահայկական լավագույն երգի մրցանակաբաշխությանը։ Ու երևի չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ վերջին տարիներին գրեթե բոլոր մանկական ծննդյան տոնակատարությունները անցնում են հենց Անահիտի մանկական երգերի ուղեկցությամբ։ Բայց այսօր կհնչեն ոչ միայն մանկական երգեր։ Այսօր կհնչեն նաև նրա հեղինակային երգերը, կհնչեն ռուսերեն երգեր, եւ կարծում եմ, որ ձեզանից շատերը կբացահայտեն շատ բազմաոճ երգահան եւ հեղինակ կատարող Անահիտ Շահզադեյանին։ Վերջում հավելեմ, որ այսօր կկայանա նաև նրա հեղինակային երգերի ձայների զիջնորհանդեսը։ Իսկ հիմա խնդրեմ դիմավորեք երգահան հեղինակ կատարող Սյուրպրիզ մանկական երաժշտական թատրոնի ղեկավար Անահիտ Շահզադեյանին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեծարգոտիկին Սարգսյան, սիրելի բարեկամներ, բարի երեկո։ Երեկոն իսկապես ինձ համար բարի է, որտեղ իմ այսօր դահլիճում իմ բոլոր 70-ականների ընկերներն են, իմ դասընկերներն են, իմ դպրոցական ընկերներն են, իմ գոլեգաներն են, իմ աշակերտներն են։ Ես անչափ հուզված եմ իհարկե, բայց կաշխատեմ ամեն ինչ անել, ոնց որ պիտի անեմ։ Ես ուրեմն բնիկ երևանցի եմ։ Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորա։ Եվ այո, կարծում եմ, որ շատ շատերը, ովքեր ծնվել եք Երևանում, նույն երգը հիշեցիք։ Միակ ուրեմն կրթությունս երաժշտական եղել է Սպենդիարյանի անվան դպրոցը, պատկերացնում եք ինչքան լավ դպրոց է։ Եվ ինձ դպրոց բերել է իրենց հիմնադիրներից մեկը Միքայել Միրզոյանը, մեր շատ հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հայրը, եւ ինձ ասեց աղջիկ ջան, դու պետք է երաժիշտ դառնաս։ Ես այսպես նայեցի իր վրա, բայց չգիտեմ ինչու ավարտեցի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Եվ բայց մինչ այսօր ոչ մի օր չեմ աշխատել իմ ուրեմն մասնագիտությամբ։ Եվ այսօր մեզ հետ է մեր քաղաքի լեգենդ, մեր դպրոցի 40 տարվա կներեք ուրեմն ուսմասվար Մայա Սերգեևնան։ Մենք, այո, եթե չլիներ Մայա Սերգեևնան, ես չգիտեմ, ես այստեղ կլինեի, հիմա թե ոչ։ 7-րդ հասանից սկսած Մայա Սերգեևնան կազմակերպեց միջնակարգ էստրադային խումբ Գյորգի Միխայելիչ Մախրամաջյանի հետ։ Եվ ես եւ Բանդիկը, չգիտեմ Բանդիկը ուր է, ես հիմա ասում եմ Բանդիկ, որտեվ ես 7-րդ դասարան եմ հիշում։ Ինքը գիտար, ես ուրեմն ես չեմ տեսնում այնպես լույսերը, որ ես չեմ տեսնում որտեղ է նստած։ Եվ ուրեմն մենք 3 տարի անընդմեջ երգել ենք այդ օրկեստրում եւ բոլոր օլիմպիադաները դպրոցական, բոլոր ամեն ինչ մենք արել ենք ուրեմն Մայա Սերգեևնայի հետ։ Իմ ընկերները հախնդրեմ, բոլորին հիմա տեսա։ Եվ այո, բացի այդ արդեն դպրոցից հետո ես լրիվ պատրաստ կարող էի գնալ եւ մասնակցել 4 տարի լինել Սերպանտին խմբում։ Դուք գիտեք, որ Սերպանտինը լավագույն մեր ուրեմն խմբերից էր 70-ականների։ Դրանից հետո հիշում եմ հիշողությանս մեջ մնացել է իմ առաջին մրցանակը, որը ուրեմն ես ստացել եմ Անդրկովկասյան հեռուստամրցույթ երիտասարդ կատարողների։ Ես կատարեցի Ռոբերտ Ամիրխանյանի Մամա երգը եւ շահեցի առաջին մրցանակ։ Եվ այսպես 20 տարեկան եմ երկիրը, 20 տարի է իմ գործունեությունը։ Ես ունեմ 100-ից ավել երգ, տարբեր լեզուներով, ունեմ
3 մանկապատանեկան մյուզիկլ եւ այսօր առաջի անգամ ես ձայնագրել եմ իմ ձայներիզը հեղինակային երգերով, մենք այսպես քաղաքում ասում ենք բարդ երգեր, ես ուզում եմ համերգը սկսեմ, հեղինակային երեկո սկսեմ հենց իմ ռուսերեն երգերից։ Առաջի երգս, որ ուզում եմ ներկայացնեմ, դա մամա երգն է։ Ընդ որում ասեմ, որ 100 երգից միայն 3 երգ ունեմ, որ բառերը իմս չի։ Մնացած բոլոր երգերի բառերը ես եմ գրել։ Եվ այսօր մամա երգը ես ուզում եմ ներկայացնել եւ կարծես թե տեսնում եմ Լենային Տերզիկյան, որ այսօր մեզ հետ է եւ ինքն է երգի բառերի հեղինակը։ Ես շատ ուրախ եմ, անկախ նրանից, որ Լենան հիմա արդեն լրիվ ուրիշ գործնեությամբ է զբաղվում մեր արտգործնախարարությունում է, միևնույն է այս երգը մնաց քեզ հետ, Լենա, եւ մեզ հետ։ Եվ երգը կներկայացնի եւ կկատարի ձեզ համար 70-ականների լեգենդ, այդպես ասեմ, մեր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանը։ Моя милая, родная, бесподобная, святая, ангел мой, мой свет во тьме, солнце лучи бездомной мгле, жизнь ты подарила мне. И сегодня для тебя все отдать готова я горжусь мама, милая, дорогая, я горжусь тобою, мама, милая, дорогая. Знай, дороже нет тебя в этом мире для меня. Пусть затмется солнце даже, нет твоей улыбки краше, нет твоей улыбки краше. И сегодня для меня все отдать готова я горжусь тобою, мама, милая, дорогая, я горжусь тобою, мама, милая, дорогая. Золотистый блеск волос, словно зерновых колос, ты прекрасна, ангел мой, и Христос хранитель твой, и Христос хранитель твой. Мама, я люблю тебя, и пуста вся жизнь моя. Будь всегда, всегда, где я, будь всегда, всегда, где я, и пусть Бог хранит тебя. Будь всегда, всегда, где я, будь всегда, всегда, где я, и пусть Бог хранит тебя. И пусть Бог хранит тебя. Пусть Бог хранит тебя. Ձեր ծափահարությունները, այո։
Լենա, այս երգը միշտ մեր սրտերում կլինի։ Ես այսօր շատ ինձ հպարտ եմ զգում, որ այսօր գտնում եմ այս հիասքանչ բեմում Անահիտ Շահզադյանի երեկոյին, ուզում եմ ասել, որ սա իմ առաջի կատարումն է, այսօր պրեմիերան էր այս երգի, չգիտեմ թե ինչպես ստացվեց, բայց կարևորը որ ինձ թվում է ես զգացմունքային երգեցի, իրոք ես շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, որովհետև Անահիտային ես գիտեմ շատ երկար տարիներ, բացի նրանից, որ նա հոյակապ երգահան է, նա ճկնաղ երգեր ունի գրած եւ երեխաների համար եւ ավագ սերնդի համար եւ այսօր ինձ իրոք մեծ բախտ վիճակվեց երգել այդ ճկնաղ երգերից մեկը ես Անահիտային գիտեմ որպես մարդ, նա հիասքանչ մարդ է, շատ բացիկ, շատ անկեղծ, շատ ընկերասեր, այսինքն ինքը երբ որ ընկերություն է անում, ինքը բոլորովին լրիվ տրվում է իրեն ընկերներին։ Ես շատ շնորհակալ եմ քեզ Անահիտա, որ դու կաս եւ շատ երջանիկ եմ, շատ հպարտ եմ, որ ես նախ դու ինձ համար երգանչ ես, դու առաջին իմ ընկերուհին ես, հետո արդեն մեր հիասքանչ Շնորհակալություն, որ դու կաս։ Շատ անչափ շնորհակալ եմ, ես պատրաստ չեմ ու չգիտեմ նման պարագայներում ինչ պիտի անեմ, հավատացեք։ Շատ շնորհակալություն անկեղծ խոսքերի համար։ Իսկ հիմա մենք ուզում ենք ներկայացնենք ձեզ մի տեսանյութ Վիչսլավ Դաբրենինի համերգից, որը կայացավ 97 թվականին Երևանում էստական համալիրում։ Մեզ մոտ Մոսկվայում կային խմբեր էկզոտիկ անվանումներով՝ Գուլիվերներ, Արգոնավտներ, Վեծեր Պերեմեն, Ռուբինովայա Ատակա, իսկ մենք Օրֆեի անսամբլն էինք։ Մոտ 30 տարի առաջ փոխանակման կարգով այն ժամանակ Մոսկվայի քաղաքոմը ուղարկեց մեզ Երևան հայ երաժիշտների հետ հանդիպման եւ փառատոնի կազմակերպման համար։ Եվ այդպես մենք եկանք, փորձում էինք սպորտի պալատում։ Եվ այդ ժամանակ ես իմացա, որ իմ մեջ հոսում է նաև հայի արյուն, որ իմ հայրը կրել է Պետրոսյան ազգանունը։ Ինձ այդպես էլ ներկայացրեցին համերգին, մեծ հաջողություն ունեցա եւ քայլում էի Երևանով փառատոնի կարևորագույն մարդու կեցվածքով։ Մոսկվայից եկած մի մարդ հասկացել էր, թե որքան եք դուք սիրում ձեր հայրենակիցներին, ովքեր կրում են հայկական ազգանուն։ Այդ համերգին ես ծանոթացա մի հմայիչ աղջկա հետ, ով Սերպանտին խմբի մենակատարն էր։ Այն ժամանակ խումբը շատ ճանաչված էր Հայաստանում։ Այդ հմայիչ աղջիկը ելույթ էր ունենում համերգին։ Այդ ժամանակ մենք ծանոթացանք։ Միշտ հիշել ենք միմյանց, բայց չենք տեսնվել այնքան ժամանակ։ Եվ ահա վերջապես մենք հանդիպեցինք։ Պարզվեց, որ նա շատ տաղանդավոր հեղինակ կատարող է։ Ես հիշում եմ, որ դեռ այն ժամանակ նա շատ տաղանդավոր էր, սակայն ժամանակի հետ դարձել է նաև շատ հետաքրքիր երգերի հեղինակ։ Ուզում եմ ներկայացնել նրան այս համերգին։ Երեք շատ լավ ելույթ ունեցանք միասին։ Դիմավորեք, տաղանդավոր երգչուհի, հեղինակ կատարող, այն ժամանակներում Անահիտ Սեդրակյան, իսկ այսօր ուղղակի Անահիտ։ Ее фамилия была Седракян, а сейчас она просто Анаит. Последний день зимы, последний день любви, и придет весна, дождливая моя. Прошла любовь, прошла, но не совсем. Она горит во мне той маленькой свечой. Слезы под дождем, мокрые, горячие. Слезы под дождем льются без конца. Слезы под дождем мои воспоминания, и от них куда-то, куда-то убегаю я.
моя весна останется со мной. И уйду я в дождь, где не видно слез. Он ждет меня, мой теплый, добрый дождь. Слезы под дождем, мокрые, горячие. Слезы под дождем льются без конца. Слезы под дождем, мои воспоминания. И от них куда-то убегаю я. Слезы под дождем, мокрые, горячие. Слезы под дождем льются без конца. Слезы под дождем, мои воспоминания. И от них куда-то убегаю я. Слезы под дождем, мокрые, горячие. Слезы под дождем льются без конца. Слезы под дождем, мои воспоминания. И от них куда-то убегаю я. Анаид, я плачу, как слезы. Дождя нет, но в песне он остался. Анаид Петракян в прошлом, сейчас просто Анаид, автор и исполнитель своей песни. Причем самое интересное, что она исполнила песню на русском языке, отдавая должное мне как гостю из Москвы. Спасибо. Спасибо, Слава. Я очень горжусь, что мой друг юности, для меня человек очень дорогой и любимый, наш соотечественник. Сегодня звезда, нет, суперзвезда российской эстрады, доктор Шлягер, маэстро и, наконец, любимец всех женщин. Посмотри, сколько в зале женщин. Вячеслав Добрынин. Ура! Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ ինձ հետ միասին դուք ինքներդ էլ մի քիչ կվերհիշեք ձեր կյանքի անցած ճանապարհը։ Այդպես հնարավորություն միշտ չի լինում։ Հիմա եթե ունեք այդ հնարավորությունը ձեր հանգիստի հետ միասին ինչ որ բան վերհիշեք։ Իսկ այս երգը, որ ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ, կոչվում է «Одиночество вдвоем»։ Ես իմ ռոյալի հետ։ Как в кино, был ты близок, далеко, одиночество вдвоем, кто виновен не поймет, и опять чего-то ждем, в одиночестве вдвоем.
одиночество вдвоем. Кто виновен, не поймем, и опять чего-то ждем в одиночестве вдвоем. Ждем мы чуда от судьбы, я ищу тебя, а ты найдешь себя, поверь. Лучший день стучится в дверь, одиночество вдвоем. Кто виновен, не поймем, и опять чего-то ждем в одиночестве вдвоем. Одиночество вдвоем. Кто виновен, не поймем, и опять чего-то ждем в одиночестве вдвоем. Счастье ведь не продают и мечты не раздают. Можно только, знаешь ты, подарить любовь, цветы. Одиночество вдвоем. И кто виновен, не поймем, и опять чего-то ждем в одиночестве вдвоем. Одиночество вдвоем. Кто виновен, не поймем, и опять чего-то ждем в одиночестве вдвоем. И опять чего-то ждем в одиночестве вдвоем. Шնորհակալություն. Ну раз одиночество, так хоть вдвоем. Հիմա ուզում եմ ներկայացնել մի երգ, որը շատ սյուժեն, շատ իրական նախ պատմություն է եւ շատ հուզիչ։ Այդ պատմությունը ես լսեցի հեռուստատեսությամբ Մայա Պլիսեցկայի հարցազրույցի ժամանակ, երբ ինքը մասնակցել է մի շատ աստղային համերգի Փարիզից մի քիչ հեռու, մեծ տարածքի վրա եղել է մի ճգնաղբեմ, ուր ուրեմն եկել են, հավաքվել են բոլոր համաշխարհային աստղերը եւ ինքը պետք է ապարեր Սենսանսի, ուրեմն մահացող կարապը։ Երբ դուրս է եկել Մայա Միխայելովնան բեմ, սկսվել է հորթ անձրև, ոչ այնպես։ Ես ուրեմն տեսա այսպես անձրևի, ինձ զգացի անձրևի մի մեծ վարակույր իր նկարագրմամբ, բայց ինքը շարունակում է ապարել։ Պարում է դե գիտեք այդ պատմությունը, եթե չկա կարապի կեսը, ուրեմն կարապը ինքն էլ պետք է չապրի։ Այդպես է կարապի հավատարմությունը։ Մինչև վերջ պարում է Մայա Միխայելովնան եւ վերջում այսպես, մինչ այդ բոլորը բացում են իրենց անձրև, հանոց, հովանոց, զոնտիկ, իրենց զոնտիկն է։ Եվ ուրեմն Մայա Միխայելովնան մինչև վերջ պարելուց հետո, որ բարձանում ասում է ամբողջ կոսմետիկաս այսպես իջել էր դեմքիցս, մինչև հագուստներս սև կետեր էին հագուստիս վրա, եւ վերջում բարձրացրեցի այս թաց գլուխս, որ խոնարհվեմ, տեսա, որ բոլորը իրենց այդ զոնտիկները իջեցրել են։ Այսինքն իրենք էլ իր հետ թրջում էին այդ հորթ անձրևի տակ։ Եվ ինձ ես չէի կարող լուր մնալ, ես չկարողացա ինձ ուրեմն հասկացա, որ ես արդեն երգ եմ գրում եւ ամենակարևորը շնորհակալ եմ Աստծուց, որ այդ երգում իմ երգից ուրեմն երգս ավարտվում է Սենսանսի չտեսնված ուրեմն ճգնաղ երաժշտությամբ։ Ես ուզում եմ այսօր ձեզ ներկայացնել այդ երգը, որը կոչվում է Ռազբիտիի միչտի։ Ձեզ համար երգը կկատարի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, 70-ականներին շատ մոտ կանգնած, շատ բազմաոճ երգչուհի Լեյլա Սարիբեկյանը։ Сенсация к нам плыла,
все вокруг танцует трепетно, и вдруг случайно дождь. И мокрый занавес дождя не забуду никогда. И как разбитые мечты упали капли на зонты, и кто-то незаметно вновь напомнил первую любовь, и кто-то незаметно вновь напомнил первую любовь. И как разбитые мечты упали капли на зонты, и кто-то незаметно вновь напомнил первую любовь, и кто-то незаметно вновь напомнил первую любовь. И танец лебедя с дождем закончится, а где же он? И карнавал идет к концу, а дождь все бьет по лицу. Такая верность, но зачем? Ведь жизнь как мир, он улетел, волшебно музыка звучит. И как разбитые мечты упали капли на зонты, и кто-то незаметно вновь напомнил первую любовь, и кто-то незаметно вновь напомнил первую любовь. И как разбитые мечты упали капли на зонты, и кто-то незаметно вновь напомнил первую любовь, и кто-то незаметно вновь напомнил первую любовь. И как разбитые мечты упали капли на зонты, и кто-то незаметно вновь напомнил первую любовь, и кто-то незаметно вновь напомнил первую любовь. Բրավո։ Անահիտ Շահզադեյան։ Շնորհակալություն։ Հուզվեցի։ Շնորհավորում եմ երկի պրեմիերայի հետ կապված Անահիտ ջան, թող այսօր մենք ասենք։ Ես կանգնած եմ մի հրաշք մարդու կողքին։ Մարդ, որի հոգում այստեղ կարծում եմ փոքրիկ աղջնակ է թաքնված ամբողջ այս տարիների ընթացքում։
Ես կարծում եմ, որ այս մարդու հոգին այնքան մաքուր, պարզ ու անկեղծ է, որ կարողանում է գրել հատկապես այսպիսի գեղեցիկ մանկական երգեր, որտեղ մանկական երգեր գրելը դա ամենադժվարն է, որտեղ պիտի ունենաս այդ մաքուր ու անկեղծ աշխարհը, որ ունի Անահիտ Շահզադեյանը։ Ես ուրախ եմ, որ այս երգը այսօր կարծես թե կայացավ, ես շատ հուզվում էի, ասեմ, որ միջև հիմա փոքրիկ աղջնակի պես հուզվում եմ, երբ որ առաջին անգամ կատարում եմ երգ, հուզվում էի, ինչ որ ստացվեց, կարծում եմ քեզ մոտ ստացվեց, որտեղ դու այս պատմությունը տարել էիր, կրել էիր, քո միջով անցկացրել էիր ու կարծում եմ, որ այս հրաշք պարուհու Լիբիդինը վերնես, այո, այս պարը կարծում եմ, որ ամեն ինչ դրեց վերջակետ այս երգի մեջ, եւ ես ուզում եմ շնորհավորել այսօր բոլորիս, որովհետեւ այս մարդու մեջ այնպիսի աշխարհ կա, որը անում են ամենակարևորը դա այն գործն է, որ արվում է մեր սերունդների համար։ Ես եղել եմ Անահիտայի բազմաթիվ համերգներին, որոնք արվել են իսկապես այնքան մեծ հոգով, թող որ դրանք չեն եղել մեծ դահլիճներում ու այսպես շքեղ լույսերի տակ, բայց դրանք արվել են այնքան անկեղծ, վկան այս երեխաները, որ նստած են տարբեր սերունդների աշակերտները, որոնք այսօր իրենց խոնարհումն են բերել այս մարդուն։ Եվ ես ուզում եմ մի փոքր գաղտնիք ասեմ, որ եթե դուք ընկերություն անեք Անահիտ Շահզադեյանի հետ եւ կճաշակեք նրա խոհանոցի հրաշքները, Այդա չէի սպասում։ Ես ուզում եմ ասել, որ նա, երբ որ մարդը տաղանդավոր է ամեն ինչում, շնորհավորում եմ այսօր բոլորիս համար տոն է Անահիտ Շահզադեյան։ Շնորհակալություն։ Մեր բազմաոճ երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, բազմաոճ։ Շատ շնորհակալություն։ Ամեն ինչ իմ մասին ասեց Լեյլան։ Բոլոր գաղտնիքները։ Եվ հիմա իսկապես ես ուզում եմ երգ ներկայացնեմ ռուսերեն լեզվով փոքրիկների իմ սյուրպրիզը կգաբեմ, առաջի երգը ուրեմն Լուչիստե Սոնցը։ Поется о безоблачном счастье для всех. Лучистое солнце не делится на части, вечную землю нельзя разделить. Но если ты счастлив, то искорку счастья ты можешь, ты должен друзьям подарить. Лучистое солнце не делится на части, вечную землю нельзя разделить. Но если ты счастлив, то искорку счастья ты можешь, ты должен друзьям подарить. Мы умеем здороваться с небом, вместе плыть в голубых небесах. В нашей песне о дружбе поется, о добре и земных чудесах. Лучистое солнце не делится на части, вечную землю нельзя разделить. Но если ты счастлив, то искорку счастья ты можешь, ты должен друзьям подарить. Лучистое солнце не делится на части, вечную землю нельзя разделить. Но если ты счастлив, то искорку
ինչքան են ծափահարում, Միկա։ Այ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Երգը եւ հայերեն տարբերակով էլ է շատ ուրախ, պայծառ արեգակը։ Հիմա ես ուզում եմ ներկայացնել մի ուրիշ մանկական երգ, որը նույնպես ունի հայերեն տարբերակ։ Հայերեն տարբերակում նա հնչում է այսպես. զնգ, զնգ, զնգ։ Այս երգը, այո, իմ նոր տարվա ալբոմից է, որ ընդգրկված են 8 մանկապատանեկան նոր տարվա երգեր։ Հիմա մենք կլսենք այդ երգը առաջի անգամ ռուսերեն լեզվով, կկատարի մեր պայծառ արեգակ Ջուլին։ Որտե՞ղ է Ջուլին։ Звезды в вышине, дин-дин-дон, дарит сказку мне, дин-дин-дон, ту сказку о зиме, о белой снежной красоте. Дин-дин-дин-дин-дин-дон, ту сказку о зиме, о белой снежной красоте. Дин-дин-дон, звезды перезвон, дин-дин-дон, мне напомнил он, дин-дин-дон, ту сказку о зиме, о белой снежной красоте. Дин-дин-дин-дин-дин-дон, ту сказку о зиме, о белой снежной красоте. Дин-дин-дон, я песню допою, дин-дин-дон, и планете раздарю. Дин-дин-дон, ту сказку о зиме, о белой снежной красоте. Дин-дин-дин-дин-дин-дон, ту сказку о зиме, о белой снежной красоте. Ёлку быстро нарядите, ночью Дед Мороз придет, и друзей всех соберите, он подарки принесет. Ёлку быстро нарядите, ночью Дед Мороз придет, и друзей всех соберите, он подарки принесет. Дин-дин-дон, так весело живем, и танцуем, и поем. Дин-дин-дин-дин-дин-дон, так весело живем, и танцуем, и поем. Дин-дин-дин-дин-дин-дон, так весело живем, и танцуем, и поем. Дин-дин-дин-дин-дин-дон, так весело живем, и танцуем, и поем. И танцуем, и поем. Միկա, ապրեք։ Եվ մեր վերջի երգը ռուսերեն լեզվով, որը ես գրել եմ ընդամենը 1 տարի առաջ, ես կանչում եմ իմ մնացած երեխաներին, ովքեր են, եկեք միացեք մեզ, որ միասին երգենք Պլանետա Զիմլյա, իսկ Հայկը ուր է, Հայկը չի ուզում գա, լավ, Պլանետա Զիմլյա, ուր է, եկավ, շատ լավ է, առանց քեզ ոնց կլինի, հայ, Звезды в небе, звезды рядом, и глаза наши ярко горят, и
вместе, и мы рядом, и сердца наши звонко стучат. Мир чудесен, мир так тесен, вы найдете друг друга всегда. Разноцветный мир волшебный, это наша планета Земля. Век всемирной паутины, и запутаться никак нам нельзя. Пусть поможет эта песня стать добрее, чуть добрее, друзья. Мир чудесен, мир так тесен, вы найдете друг друга всегда. Разноцветный мир волшебный, это наша планета Земля. Мир чудесен, мир так тесен, вы найдете друг друга всегда. Разноцветный мир волшебный, это наша планета Земля. Мир чудесен, мир так тесен, вы найдете друг друга всегда. Разноцветный мир волшебный, это наша планета Земля. Мир чудесен, мир так тесен, вы найдете друг друга всегда. Разноцветный мир волшебный, это наша планета Земля. Это наша Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիմա անչափ շնորհակալ եմ։ Это наша планета Земля։ Իսկ հիմա այ արդեն իմ բոլոր լավ ընկերները կհիշեն, կվերհիշեն Երվանդ Երզնկյանը մեզ հետ միասին, թե ինչ լավ օրեր ենք անցկացրել 4 տարի 99 թվականից մինչև 2003 լավագույն Սայաթնովա լավագույն երգի փառատոններ։ Մենք բոլորս շատ զբաղված, կարգին գործով ենք զբաղված։ Շատ մասսայական, շատ ճաշակով, շատ ամենակարևորը, այ հավատացեք, եթե ես 2 տարի շահել եմ առաջին մրցանակ, ամենաարդար մրցույթն է եղել դա։ Այդ ես ասում եմ ձեզ ամենայն սրտանց, որ դա ամենաարդար մրցույթն է եղել։ Մենք չգիտեմ, այստեղ է մեզ հետ պարոն Հովնանյանը թե չէ, բայց եթե լիներ այստեղ, ես կասեի, որ մենք կարոտում ենք այդ մրցույթը։ Եվ հիմա 2002-ին, երբ ես առաջի անգամ շահեցի Գարուն երգի համար առաջի մրցանակ, մենք ձեզ անպայման կցույց տանք տեսանյութը եւ ինձ միանում են այն նախկին երեխաները, որոնք այդ տարիներին
ընդամենը 10 տարեկան էին, իսկ հիմա նրանք արդեն երիտասարդներ են։ Եվ ես բեմ եմ հրավիրում նախկին սյուրպրիզի, այո, հիմա արդեն իրենք թող պատրաստվեն և սկսվում է 1 վայրկյան, ես երևի մի քիչ շուտ հրավիրեցի, հիմա կարծում եմ բոլորդ շատ եք հուզվում, մենք նմանապես, նույնիսկ դժվարությամբ եմ բացում ծրարը։ Եվ այսպես, մանկական երգի անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Շնորհավորում ենք Կարուն երգի հեղինակին Անահիտ Շահզադյան։ Այսպիսի անակնկալներ մեր ողջ երեկոյի ընթացքում։ Կարց երևաց առաջին ծնծաղիկը, հանես վիտակ բաշխոնը ծմերը հոգնած, բայց արմի առավոտ շպտաց ինձի մայրիկը, արտանցիր փոքրիկս ծմերը գնաց, գարուն, ծաղկում են գարունները, վարմիշ վիտակ կապույն, բացվում են ծաղիկներ, արևը երկնքում, երկում է և վարում է, իսկ բայց աշխողերը երկնքից է ողջում, գարուն, ծաղկում են գարունները, վարմիշ վիտակ կապույն, բացվում են ծաղիկներ, արևը երկնքում, երկում է և վարում է, իսկ բայց աշխողերը երկնքից է ողջում, գալիս է գարունները, չունալ գույներով նկարներ են նկարում և արագ վարվում են արևի շողերը և ուրախ գարնան երգեր են մեզ երգում Գարուն, ծաղկում են գարունները, վարմիշ վիտակ կապույն, բացվում են ծաղիկներ, արևը երկնքում, երգում է և վարում է, իսկ բայց աշխողերը երկնքից է ողջում ծաղկում են գարունները, վարմիշ վիտակ կապույն, բացվում են ծաղիկներ, արևը երկնքում, երգում է և վարում է, իսկ բայց աշխողերը երկնքից է ողջում Գարնան ժպիտով լցվում են մեր սրտերը և ուզում ենք մենք երգել բարև թռչել և կարծես մեզ հետ վարում են անձրևները և կարծես ուզում ենք բոլորին սիրենք Գարուն, ծաղկում են գարունները, վարմիշ վիտակ կապույն, բացվում են ծաղիկներ, արևը երկնքում, երգում է և վարում է, իսկ բայց աշխողերը երկնքից է ողջում Ծաղկում են գարունները, վարմիշ վիտակ կապույն, բացվում են ծաղիկներ, արևը երկնքում, երգում է և վարում է, իսկ բայց աշխողերը երկնքից է ողջում Դուք միացաք այն իսկապես բուռն ծափահարություններին, որ այդ օրը կային մեզ հետ։ Հիմա ես ուզում եմ երգազնեմ երկրորդ երգը, 2003 թվականի շահած երգը, այսօր իմ ծնունդն է, երգը, որ այո, դա արդեն, գիտեք, ես ճիշտն ասած, շատ հաճախ մեկ լինում է զանգում եմ ինչ-որ։ Անվանակարգում, գլխավոր մրցանակը շնորհվում է Անահիտ Շահզադյանին, այսօր իմ ծնունդն է երգի համար։
պես։ Ես գիտեմ, թե ինչու շատ ուրախ եմ այսօր, բայց տխրում են միայն տիկնիկներս բոլոր, և արջուկն էլ ալիս, որ իրեն չեմ հիշում, իսկ փոքրիկ նապաստակը ոչինչ չի ասում։ Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, իսկ արջուկն ու նապաստակը թղներ են, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն։ Ես խնդրում եմ, որ դուք այդքան շատ չտխրեք, թե որ պետք է դպրոց անպայման հաճախել։ Ես ուզում եմ գրել և կարդալ սովորել, իսկ հետո իմ դասերը ձեզ հետ պատրաստել։ Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, իսկ արջուկն ու նապաստակը թղներ են, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն։ Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, իսկ արջուկն ու նապաստակը թղներ են, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն։ Ես գիտեմ, դպրոցում շատ զբաղված եմ լինում, շատ դասեր և փորձեր, լեզուներ են սովորում, իսկ հետո դաշնամուրի դասը պետք է պարապել և լողի և բարի անպայման հասցնել։ Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, իսկ արջուկն ու նապաստակը թղներ են, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն։ Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, իսկ արջուկն ու նապաստակը թղներ են, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն։ Ես գիտեմ, որ շուտով, երբ որ շատ մեծանամ, մի քույրիկ կամ եղբայր անպայման կունենամ։ Համոզված եմ դուք իրար շատ ու շատ կսիրեք, և բոլորս ուրախ և խաղաղ միշտ կապրենք։ Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, իսկ արջուկն ու նապաստակը թղներ են, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն։ Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, իսկ արջուկն ու նապաստակը թղներ են, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն։ Ոնց են շտապում փախչելու, որովհետև պիտի պատրաստվեն մեկ ուրիշ համարի, այդ պատճառով։ Ճիշտն ասած շատ հետաքրքիր է այս ծնունդի պատմությունը, որ հաճախ ես զանգում եմ ինչ-որ միտեղ, ասում եմ ձեզ հետ խոսում է երգահան Անահիտ Շահզադեան, ես ասում եմ, ով, ես ասում բայց այսօր իմ ծնունդն է, և արդեն կարծես թե շատ հարցեր են լուծվում, այնպես որ այս երգը իսկապես դառավ այցեքարտ։ Հիմա ես ուզում եմ մեր երիտասարդները մեկ երգ էլ ձեզ համար կատարեն, ուզում եմ այն պատճառով միայն նրա համար չէ, որ իրենք երգեն, այլ և նրա համար, որ իմ միակ անգլերեն երգն է։ Ես ուրեմն ունեմ բազմաթիվ ռուսերեն, հայերեն, իսկ սա երիտասարդների համար գրած անգլերեն երգ, և ես կարծում եմ, որ երիտասարդների և պատանիների համար մենք շատ երգեր պիտի գրենք, շատ, որ իրանք չերգեն, այս դարդերին ոնց դիմանանք, չգիտեմ եմ, տարբեր այն նման բաներ, ես չեմ են, այո, ես չգիտեմ ինչ են երգում, ընդհանրապես, ինչ են երգում, ինչի մասն են երգում, որ տարիքային խումբ են, ինչ են, չեմ հասկանում դեռ մինչ այս։ Դրա համար խնդրում եմ բոլոր մեր երգարաններին, եթե կարող են պատանիների համար շատ երգեր գրեն։ Հիմա ուրեմն ձեզ համար կհնչի մի երգ, ես շատ լավ անգլերեն չգիտեմ, չէ,
Պարզապես այդ երգը, որ ես անվանում ասեմ, ով որ չգիտի հայերեն, անգլերեն միևնույն կհասկանի։ Everybody needs love. Everybody needs love. Կատարում են ձեզ համար Ալեքսանդր Իրադյանը և Մարիամ Բադեյանը։ Maybe you love me too, maybe no, I don't know. I love you, I need you every time I want to see your eyes. I love you, I need you every time I want to see your eyes. Everybody needs love. Maybe you love me too, maybe no, I don't know. I love you, I need you every time I want to see your eyes. I love you, I need you every time I want to see your eyes. Everybody needs love. Gentlemen, meet my friend, Mr. Jomo! Իսկ հիմա ուզում եմ մանկապատանեկան երգերից վերջի երգը ձեզ ներկայացնեմ, որը կոչվում է այսպես՝ Ոչ պատերազմին։ Ոչ պատերազմին ամենալավ պատերազմն էլ չենք ուզում։ Եվ այստեղ մեր երեխաները սյուրպրիզի իրենց փոքրիկ ձայները միացնում են այդ համաշխարհային մեծ պայքարին։ Երգը ձեզ համար կկատարի Ամալե Մոշեղյանը, այսօր արդեն սլավոնական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի, որը 11 տարի հաճախել է Սուրբով։ Խնդրեմ։
շողալուց դադարեց չեք ուզում մենք ոչ մի պատերազմ չեք ուզում մենք ոչ մի Ես և դու ունենք հույսեր, ունենք երաց, պայծառ լույսեր, փոքրիկ աշխարհ, վառվող սրտեր, հավատուսեր և հանկարծ մի պատերազմ կարագուհոց իր հետ բերեց և աշխարհը շնչելուց դադարեց չեք ուզում մենք ոչ մի պատերազմ չեք ուզում մենք ոչ մի պատերազմ Թող լինի միշտ վարարև ու թող ապրի աշխարհը մեր Թող լինի միշտ հույս ու սեր Թող լսեն ձայները մեր Մենք ուզում ենք խաղաղ ապրել Հայրեն իշտ աչքերը մեր Մեր երգերը լույս տան ձեզ երազ կյանք ու սեր Մենք ուզում ենք խաղաղ ապրել Հայրեն իշտ աչքերը մեր Մեր երգերը լույս տան ձեզ երազ կյանք ու Շնորհակալություն եւ առաջին հերթին շնորհակալություն ձեզ, որ ստեղծել եք ինձ համար այնպիսի փոքրիկ աշխարհ, որը սպարտանում եմ դրա համար։ Շնորհակալություն։ Հիմա երկրորդ շատ կարևոր երգը, որ նորից ուզում եմ ձեզ ներկայացնեմ, այդ երկու երգերը կարոտի երգեր են։ Պապիկս եկավ երազս, ասեց աղջիկս, ամեն ինչի մասին գրեցիր, իսկ մեր մասին։ Իրենք հարբերցի էին և շատ դժվար են փախել, գիտեք, որ տարիներին։ Կասկածեցիք, հասկացաք, որ տարիներին չեմ ուզում ուղղակի հիմա այդ տարիները հիշել, բայց երգը ես հասկացա, որ չեմ կարող պապիկիս և տատիկիս չնվիրեմ այդ երգը։ Երգը կոչվում է խոնարհում, մենք խոնարհում ենք մեր բոլոր անմեղ զոհերի առաջ։ Այստեղ ես համահեղինակ եմ Շուշան Պետրոսյանի հետ։ Երգը կատարում է Փայլուն Հայաստանի վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը։ Եվ ես ձեզ ուզում եմ ներկայացնել այդ տեսանյութը, ցավոք Զավենը արդեն գնաց, որը մենք օգտվել ենք այն նկարներից, այն հողերի նկարներից, որոնք մենք այսօր չունենք։ Բայց ով գիտի, Շուշանի մտքով իր տողերը սա են։ Մեր կորած հողերին կդառնանք մենք մի օր։ Ով գիտի։ Հիմա ես խնդրում եմ, որ դուք նայեք եւ Շուշան Պետրոսյանին հրավիրում եմ բեմ։ աշխարհը մեր գիշերեր ու խավար նրան գույնով ծածկվեց հայ երկիրն արար նրան գույնով ծածկվեց հայ երկիրն արար հայի ծով աչքերում մնաց թախին սարսափ
ու քար դարձած սրտում մնաց կարոտանալ ու քար դարձած սրտում մնաց կարոտանալ մեր կորած հողերին կդառնանք մենք մի օր մեր անմեղ զոհերի առաջ խոնարհվում ենք այսօր մեր կորած հողերին կդառնանք մենք մի օր մեր անմեղ զոհերի առաջ խոնարհվում ենք այսօր Երկիր մեր հայրենի, երկիր վերածնված, անցած շատ կարուններ, կամոք են վերքերդ բաց, անցած շատ կարուններ, կամոք են վերքերդ բաց, կամքով ու հավատքով անցար ամբողջ մի դար, բայց կա մի մեծ կարոտ, երկրին նայող մի սար, բայց կա մի մեծ կարոտ, երկրին նայող մի սար, մեր կորած հողերին կդառնանք մենք մի օր մեր անմեղ զոհերի առաջ խոնարհվում ենք այսօր մեր կորած հողերին կդառնանք մենք մի օր մեր անմեղ զոհերի առաջ խոնարհվում ենք այսօր մեր անմեղ զոհերի առաջ խոնարհվում ենք այսօր Շնորհակալ եմ Շնորհակալ եմ Իհարկե կուզեի երգել երգը Դաշնամուրի նվագակցությամբ վստահ եմ որ այն միշտ չուզելու է անկախ իր վճռական պատասխանից վերջնական միշտ չուզելու է որովհետև բոլորս կրողն ենք այս ցավի բոլորս կրողն ենք պատմության եւ բրավո Անահիտին այս հրաշալի երգի համար Ձեր ծափարությունները Շուշան Պետրոսյանին Իսկ հիմա ես ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա ձայներիզը Ես ուզում եմ քայլել իմ քաղաքով Ես ուզում եմ ձեզ համար կատարել մի քանի երգ այդ ձայներիզից Ինչպես այստեղ եմ, այդպես էլ որոշեցի ձեզ Այստեղ կհնչեն ուրեմն ես պիտի բեմ հրավիրեմ Այո, գիտարահար եւ այդ երգերի բոլոր երաժշտական ձևավորումը կատարող Լևոն Խաչատրյանին իրեն ձեր ծափարությունները Իմ քաղաքում խոր աշուն է Հեռանում են շուտ փախչում Մենք բացում ենք մեր դռները
տեսաշունն է մեզ գրկում Եվ աշնան տխուր երգերը անձրևներ են մեզ բերում Իսկ աշնան չքնաղ գույները նկարներ են նկարում Ասում են աշունը տխուր է Ասում են աշունը նախշուն է Գույները կարծես թե մրցում են Իսկ մենք էլ մի քիչ մրցում ենք Ասում են աշունը տխուր է Ասում են աշունը նախշուն է Գույները կարծես թե մրցում են Իսկ մենք էլ մի քիչ մրցում ենք Միանձայր ոսկի աշխարհ ես մեզ համար աշուն դարձել Իսկ ինչքան սիրո երգեր ես մեզ համար աշուն հյուսել Մեր սրտի անկեղծ խոսքերը նվիրում են քեզ աշուն Իսկ վերջին դեղին տերևը սուրբ ծնունդ է մեզ բերում Ասում են աշունը տխուր է Ասում են աշունը նախշուն է Գույները կարծես թե մրցում են Իսկ մենք էլ մի քիչ մրցում ենք Ասում են աշունը տխուր է Ասում են աշունը նախշուն է Գույները կարծես թե մրցում են Իսկ մենք էլ մի քիչ մրցում ենք Գույները կարծես թե մրցում են Իսկ մենք էլ մի քիչ մրցում ենք Միթե աշունը տխուր է, չգիտեմ Այո, հիշեցնեմ, որ այս երգը հենց այդ ձայներիզից է, որտեղ 13 երգեր են ընդգրկած, ես կերգեմ 3-ը։ Երկրորդը Գարնան անձրև, ես Գարունը չեմ ուզում մոռանամ այսօր։ Գարնան անձրև։ Աշխարը հրաշք, դու եկար և դարձավ այս աշխարը երազ Երազում ես ապրում եմ ցերեկ ու գիշեր Երազում ես տեսնում եմ չքնաղ շատ ուշեր Երազում ես ապրում եմ ցերեկ ու գիշեր Երազում ես տեսնում եմ չքնաղ շատ ուշեր Դայրարամ, դարայրայրարամ, դարայրայրայրարայրարամ Կապրեմ գարուններ, կթրջեմ, կփախչեմ աշխարից Դեպի վեր և պարզ երկնքումը կգտնեմ նորից քեզ Անձրևը հոգնած կժպտա նորից մեզ Եվ պարզ երկնքումը կգտնեմ նորից քեզ Անձրևը հոգնած կժպտա նորից մեզ Դայրարամ, դարայրայրարամ, Եվ ես կխնդրեմ ծառերին թփերին, որ այս իմ գարուն անձրևը դու բարի, նրանք փայփայեն և ասեն թող ապրի, որ այս իմ գարուն անձրևը դու բարի, նրանք փայփայեն և ասեն թող ապրի, դայրարամ, դարայրայրարամ, դարայրայրայրարայրարամ, դայրարամ, դարայրայրարամ, դարայրայրայրարամ, դարայրայրարամ,
Եվ կարծես մեր համերգը արդեն մոտենում ավարտին, եւ ես ուզում եմ երգել մի երգ Երևանի մասին, ոչ, երկու երգ ենք մենք երգելու Երևանի մասին, ինչքան էլ երգենք Երևանի մասին քիչ է։ Մեկը ես այս ձայներիզից, իսկ մյուսը մենք բոլորս ովքեր այսօր մասնակցել ենք։ Երևանը մերն է։ Երևանը մենք ենք ես և դու մանկության հուշերս իմ բոլոր երգերը նվիրում եմ քեզ իմ Երևան մանկության հուշերս իմ բոլոր երգերը նվիրում եմ քեզ իմ Երևան տեսնում եմ փողոցը իսկ կողքը դպրոցս հիշում մանկությունս ուրախ փայլում մեր աչքերը առաջին սերը դու հիշում ես հին իմ Երևան փայլում մեր աչքերը առաջին սերը դու հիշում ես հին իմ Երևան տեսնում եմ փողոցը, անունը Մաշտոց է, մեծ ու երկար պողոտա հին ու նոր շենքերը, հին ու նոր մտքերը, այս բոլորը քոն է Երևան հին ու նոր շենքերը, հին ու նոր մտքերը, այս բոլորը քոն է Երևան իսկ սա էլ կասկադն է, դիմացն Արարատն է, տեսնում եմ քաղաքս անցայն Միտքս ուզված է, սիրտս լցված է, շատ եմ սիրում քեզ Երևան Միտքս ուզված է, սիրտս լցված է, շատ եմ սիրում քեզ Երևան Երևանը մերն է, մեր պայծառ արևն է Երևանը մենք ենք, ես և դու մանկության հուշերը իմ բոլոր երգերը նվիրում եմ քեզ իմ Երևան մանկության հուշերը իմ բոլոր երգերը նվիրում եմ քեզ իմ Երևան նվիրում եմ քեզ իմ Երևան 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 Շնորհակալություն 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 Ես հիմա ուզում եմ բեմ հրավիրեմ Շնորհակալություն Մեր բոլոր սյուրպրիզի երեխաներին մեծ ու փոքր եւ մեր վերջի Երևան երգով այդ երգը ես գրել եմ հատուկ որ երեխաներն էլ կարողանան երգեն Երևան Ավելի շուտ Երևան Եվ շատ մոտիկ արևոտ և շատ սիրում Եվ այստեղ եմ ես ապրում Երևան վարդագույն ավիշակած Եվ որտեղ էլ ես ապրեմ
Արտագույն թավի շակած Մեկ վարկյան էլ գրավենք Դու քաղաքն ես իմ սիրած Երևան Արտագույն թավի շակած Եվ որտեղ էլ ես ապրեմ Դու քաղաքն ես իմ սիրած Մեկ վարկյանով էլ ես գրավեմ ձեր ուշադրությունը, ճիշտն ասած նախատեսված էր, որ այս երգը գեղեցիկ վերջակետ կլինի համերգի, բայց բանից պարզվեց, որ սյուրպրիզը անակնկալ ունի Անահիտը Գասպարովնայի համար, հիմա ես այս քնարական անակնկալը կընթերցեմ։ Այնքան շատ սեր կա ձեր հոգում, նվիրական ու տրտում, այնքան հույզեր կան ձեր մտքում, զգացմունքային ու ծաղկուն, մեղեդի եք ու ջերմ հնչյուն, գարուն եք դուք ծաղկով լեցուն, ծիածան եք գույներով լի, արև եք ջերմ սիրուն բարի։ Թող երգը ձեր լինի անսպար, ձայնը թովիչ ու խանդավառ, ապրեք երկար ու երջանիկ, անսահման սեր ձեզ ու բարիք։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Ես շատ շնորհակալ եմ, որ այսօր ինձ հետ եք, որ այսքան երկար դիմացաք մեր երգերին, որ չգիտեմ, շատ շնորհակալ եմ։ Միշտ պատրաստ եմ ձեզ համար ծառայել։ Շնորհակալություն։ Եվ մինչ նոր հանդիպում, ես միշտ կսպասեմ, սյուրպրիզը միշտ ձեզ կսպասի և միշտ կունենա որևէ անակնկալ ձեզ համար։